Իշխանությունների ամոթալի արշավը եկեղեցու դեմ գնալով ավելի էժանանում ու անտանելի է դառնում, պատկերացնում եք հանրային միջոցներով հեռարձակվող հանրային հեռուստաընկերության հերթական ստորությունը հրավիրել կարգալույծ հոգևորականին և նրան ներկայացնել որպես գործող հոգևորական հայր խորեն։ Հայ եկեղեցուն դավաճանած այս անձը ոչ ավել ոչ պակաս 2 անգամ է կարգալույծ արվել, նրան տրված հնարավորությունները մշտապես ավարտվել են իր ապիկար ընթացքով։ Դեռ լռում ենք նրա Կալկաթայում ծառայության տարիների մասին, որքան անզոր է իշխանությունները, որ հայ եկեղեցուն բացահայտ վնաս տվող անձին բերել ու Պետրոսի դավաճանական շուրթերով ներկայացնում է որպես եկեղեցու սրտացավ բարեկարգիչ։ Առանց որևէ հոդաբաշխ հիմնավորումների ու փաստերի այս անձը հանրայինի եթերում փորձել է վարքաբեկել հայոց հայրապետին և հայ եկեղեցուն։ Սիրելի ընկերներ, իրազեկված եղեք, այս անձը կատարում է իր նոր տերերի պատվերը, կարծելով, թե որևէ պաշտոն է զբաղեցնելու Մայրաթոռի միաբանությունում, սակայն այդ չարաչար սխալվում է։ Հայ եկեղեցին առաքինություն չունեցող հոգևորականներից վաղուց է ազատվել և բարեկարգվել։